Բարի երեկո հարգելի բարեկամներ, մինչ ամբողջ հանրությունը քննարկում է եկեղեցական ահաբեկիչներ եւ իշխանությունները ամեն օր գտնում են մի նոր ահաբեկիչ եկեղեցում, ես այսօր ուզում եմ խոսամ իրավական ահաբեկչության մասին մեր երկրում։ Միգուցե վերնագիրը շատ ականջահաճո չի իրավապահ համակարգին, բայց դա իրանց խնդիրն է։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք, որ երկրում կան եկեղեցու սպասավորներ, ահաբեկիչներ, որոնք, չգիտեմ, գրառումներ ունեն եւ այլն, բայց դեռ ահաբեկչություն չեն իրականացրել, ապա իրավապահ համակարգի ներկայացուցիչները ահաբեկչություն իրականացնում են ամեն օր եւ ահաբեկչություն բառը դա տերոր բառն է, սա իրավական տերոր է մեր երկրում, որովհետեւ իրենք որպես իրավական ահաբեկիչներ վտանգ են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին, իրավունքի, օրենքի գերակայության։ Այն որ մեր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներ իրավապահ համակարգի ամեն օր խոսում են ժողովրդավարությունից, երկակի ստանդարտներ չկիրառելուց, քրեական վարույթներ նախաձեռնելուց եւ այլն, փաստացի այս մի քանի հոգին ընդամենը սրանք չեն։ Ուղղակի այսօր ծաղկաքաղ են կարել այս 3 սուբյեկտների, այս մարդիկ կոնկրետ վտանգ են ներկայացնում մեր հանրության եւ վտանգ են ներկայացնում արդարադատության համար։ Այս քննիչները, բայց եթե մենք սրանց terrorist չասենք, ուրիշ ինչ կարող ենք ասել, եթե սրանց գործունեությունը բացառապես մերժում է օրենքի գերակայությունը մեր երկրում։ Էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մենք այսօր անդրադառնալու ենք 3 քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 5-րդ վարչության քննիչ Նաիրա Շահինյան, Արարատի մարզային քննչական վարչություն Քրիստինե Մանասերյան եւ Երևան քաղաքի կենտրոն Նորմարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչ։ Նայեք, մենք ամեն տեղից վերցրել ենք տարբեր բաժիններից քննիչներ, նույնը խոսելու ենք մի որոշ ժամանակ հետո Արաբկիրի բաժին եւ այլն։ Այսինքն այս տարբեր քննիչներին վերցրել ենք, որպեսզի չլինի տպավորություն, որ սևեռվել ենք, ենթադրենք հակակոռուպցիոն կոմիտեի վրա, նամանավանդ որ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այսօր որպես քաղաքացի, որ այն բոլոր գործերը, որոնք տարիներով անշարժ մնացել են, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ, կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, այսօր շատ արագ շարանով գնում են դատարան եւ կամ հասնում են իրենց տրամաբանական ավարտին նախաքննական մարմնում, որ ինձ համար խիստ գովել է, որովհետեւ պարզվում է, որ Սասուն Խաչատրյանը, ով որ եղել է մինչեւ նոր ղեկավարը, փաստացի ելնելով ինչ-ինչ հանգամանքներից ձեռնամուխ չի եղել իր ուղիղ պաշտոնական լիազորություններին, այսինքն այս կոռուպցիոն գործերը, չգիտես ինչի, մոտարապես տարիներ, 6-7-8 տարի, դե իրանից առաջվանների մասին ընդհանրապես չենք խոսում, մնացել են առանց քննության, այսինքն անփութություն է դա եղել կամ չգիտեմ, հանցավոր համագործակցություն, դա արդեն թող պարզի հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայությունը։ Բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չանդրադառնալ հակակոռուպցիոն կոմիտեում արկա գոնե մեկ քննիչի մասին, հələ մնացածներին չենք անդրադառնում, որը ունիկալ երևույթ է։ Եվ այս 3 քննիչներին ինչն է իրար հետ կապում։ Այն որ սրանք ինչ որ հատուկ կաստինգ են անցել, որը պարզ չի ինչ չափանիշներով անցկացվել եւ սրանք հիմնականում 24 թվի նշանակված են, մեկը 22 թվի վերջին, այսինքն նոյեմբերին նշանակված, այսինքն սրանք նորելուկ քննիչներ են։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ որոշակի ծրագրերի շրջանակներում գրանտային կամ չգիտեմ հաշվետվողականության համար պետք է ասել, որ կին քննիչները ավելի շատ են, քան տղամարդ քննիչները, համենայն դեպս այս էքսպերիմենտը արեք մեր երկրից դուրս, ոչ թե մեր վրա, հարկատուների վրա, նամանավանդ որ քննիչների աշխատավարձները բավականին բարձր են, օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի աշխատավարձը կապված վերջինիս թե քանի տարի է ինքը աշխատել, հա ստաժ կոչվածից 600,000, 700,000 դրամ է։ Այսինքն սա բավականին մեծ գումար է, որ մենք վճարում ենք, որպեսզի ստանանք, կներեք, բացառապես անորակ պրոդուկտ։
եթե դուք խանութ եք գնում, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, դուք չեք ուզում գումար վճարեք եւ կամ վաղեմության ժամկետը անցած ապրանք գնեք, կամ պիտանելիության ժամկետը մեջ չգտնվող, կամ անորակ, կամ վատ սննդային հատկություններ ունեցող փչացած եւ այլն եւ այլն։ Իսկ ով ասել, որ մենք պետքա գումար վճարենք, որpիսի մենք ունենանք մի ծաղկաբույլ տարբեր տեղերում քննիչների, որոնք բացառապես անարգում են օրենքը։ Դուք գիտեք, որ ես միշտ կոնկրետ եմ խոսում, օրինակ հենց հիմա անցնենք հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Նաիրա Գևորգիշայինյանին, ծնված 93 թվականին եւ պաշտոնը ստանձնել է ինքը 24 թվականին։ Սա այս բոլոր քննիչների մեջ, այս 3 քննիչներն էլ շատ տարբեր հակումներ ունեն։ Մեկը գողականն է սիրում, քրեական ենթամշակույթ, մեկը հայհոյանք է սիրում։ Սա անհասկանալի է, թե այս մեկը ինչա սիրում։ Եվ չմոռանամ ասեմ, որ այս գիտելիքների տեր քննիչը նաև դասավանդում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ակադեմիայի, մեծ ասում են այդտեղ միլիցիայի դպրոց ակադեմիա եւ այլն, ասես դուք պատկերացնում եք, սա իրականում ահաբեկչություն է օրենքի նկատմամբ, որտեղ մի մարդ, որ չունի համապատասխան գիտելիքներ, ինքը գնում է եւ մի ամբողջ աուդիտորիա իրան լսում, այսինքն սա մեծ վնաս է հասցնում ոչ մենակ մեզ, այլև այն մնացած սերունդին, որոնք վաղը միսօր դառնալու են ոստիկան, քննիչ եւ այլն եւ այլն։ Սա կատաստրոֆա է, տիեզերական մասշտաբի։ Այս աղջկա, եւ էլի ասեմ, սա կոռուպցիայի ամենամեծագույն դրսևորումն է ցավոք սրտի հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն մի կառույցում, որը ի պաշտոն է կոռուպցիայի դեմ է պայքարում։ Եվ ուզում եմ ես մի բան էլ զգուշացնեմ, որ կոռուպցիան այդ պրիմիտիվ կաշառք տալը չի, իրավապահ համակարգում ընդհանրապես բժշկական առողջապահության համակարգում եւ այլն անգրագիտությունը ամենամեծ կոռուպցիայի դրսևորումն է, թե որտեղ մարդ անգրագետ է, ուրեմն ինքը մի կերպ ավարտել է բուհը, հա, կաշառք տալով, չգիտեմ, ինչ որ մի բան տալով, չեմ կարող ասեմ ով, ինչ, ոնց, կամ կապերի շնորհիվ եւ այլն եւ այլն։ Հետո նույն կապերի շնորհիվ սրանք դառնում են քննիչներ եւ քննիչներ դառնալով իրանք բռնաբարում են օրենքը եւ օրենքի գերակայությունը։ Հիմա նայեք, ես բարձ օրինակներ բերեմ։ Այս աղջնակին, այս դասախոս հակակոռուպցիոն կոմիտեի լուրջ քննիչ աղջնակին հանդիպել ենք ընդամենը մեր հաղորդումների շնորհիվ, օրինակ նայեք, դեկտեմբերի 2-ին 24 թվականին հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին, դա այն դեպքի հետ էր կապված, երբ որ ես Արցախի թալանի մասին բարձրաձայնել էի եթերում եւ իմ գրասենյակից տուն գնալով, հա, մեր գրասենյակի աշխատակիցի հետ տուն գնալով, տեսել ենք, որ իմ տան դուռը բաց է, այսինքն ինչ որ մարդիկ նախազգուշացրել են, բնականաբար այն մարդիկ ում վերաբերալ, որ կար եթերը։ Դուք գիտեք, որ մեր կազմակերպությունը վերհանում է Արցախի ողջ թալանը, այն ինչի մասին բոլորը պարկեշտությունից ելնելով սուս են, որ հանգարց թշնամին չիմանա երևի թե։ Ուրեմն դեկտեմբերի 2-ին հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին եւ այդ հաղորդմանը ի պատասխան դեկտեմբերի 18-ին այս առաջի հանդիպումն ա եղել վիրտուալ այս աղջկա հետ, ստանում ենք մի պատասխան այդ Նաիրա Շահինյան կոչված քնչուհուց, երրորդ դասի արդարադատության երրորդ դասի խորհրդական Նաիրա Շահինյանի, մի քանի անգամ ընթերցելուց հետո չընկալելով գրվածը, փորձում ենք մատենադարանից վերծանող բերենք, բայց վերծանողը եւս չի հաջողում, որովհետեւ մտքերի շարահյուսությունն ու տրամաբանությունը ընդհանրապես որևէ բանի հետ կապ չունի։ Ուրեմն պատկերացեք, ես հաղորդում եմ ներկայացրել Արցախի ներդրումային հիմնադրամից մոտավորապես 34 միլիոն եվրո թալանի մասին ու տենց բլոգեր չեմ ես, որ բլոգերություն անեմ, այսինքն ես փաստեր եմ ներկայացրել, թե որտեղից ուրա գնացել գումարը եւ ինչքան եւ դրա հետ միասին ցույց եմ տվել ներդրումային հիմնադրամի փաստաթղթերը, որին ի պատասխան նայեք այս աղջնակը ինչա գրել, այսպես Մարինա Պողոսյանի ներկայացրած հաղորդումը չի բացահայտվել, հաղորդման չի բացահայտվել իր առնչությունը հանցանքին, այսինքն իմ առնչությունը հանցանքին չի բացահայտվել աղջիկ ջան,
մի քանի ջաներով, որովհետև ես այդ հանցանքի կատարման պահին այնտեղ չեմ եղել, բայց Մարինա Պողոսյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարող իրավապաշտպան ներկայացնում է աղջիկը փաստաթղթեր, որը միայն նախաքննության ընթացքում կարելի էր պարզել, ինչ առնչություն, հիմա պարզա իմ առնչությունը նրան, որ դու չես աշխատելու, որովհետև սա հաղորդում է հանցագործության մասին, քո իրավական գիտելիքների կամ իսպառ բացակայության, ես չգիտեմ, եւ այդ գիտելիքներով դու դասավանդում ես, կամ այլ կոռուպցիոն ռիսկերի, որպեսզի այդ Արցախի թալանով, այսինքն դա Արցախի թալան չի, դա մեր գումարների թալանով քրեական վարույթ չնախաձեռնվել, աղջիկ ջան, որովհետև հստակ քեզ ներկայացվել էր 34 միլիոն եվրոյի թալան, ով է թալանել, ում հետ է թալանել եւ ոնց է եկել Հայաստան։ Իսկ իմ առնչությունը դրա հետ ի տարբերություն, ես այստեղ կասեի, որ ես ուզում եմ պարզեմ քո առնչությունը հակակոռուպցիոն կոմիտեին ընդհանրապես։ Ես գտնում եմ, որ չգիտեմ, ներքին անվտանգություն ունեք, արտաքին անվտանգություն ունեք եւ սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, այս աղջիկը ինչ առնչություն ունի ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարին։ Եվ գրել է ինչպես նաև իրազեկության աղբյուրը ինչու օրենսգրքից է բերում։ Ուրեմն աղջիկ ջան, որպեսզի իմ իրազեկության աղբյուրը դու իմանայիր, առնվազն քրեական վարույթ պետք է նախաձեռնվեր եւ դու եւ որևէ մեկը դու, չգիտեմ, ոչ քո նման մեկը մի հատ նորմալ քննիչ ինձ հարցներ Տիկին Պողոսյան, իսկ կարող եք ասել դուք որտեղից այս ամեն ինչի մասին գիտեք, Տիկին Պողոսյանն էլ կհաներ փաստաթղթերի պակետը դաստան։ Քեզ ասեմ դաստա, որտեվ կանաչի դաստաբան երևի ավելի մոտ է այս ռիտորիկայի տիրապետող քնչուհուն։ Տիկին Պողոսյանն է կհաներ, կասեր առ, այն որ ասում համկեր համգերի, այս դուք ում եք ձեռառնում եւ սրա արածը այն կարգի հակաօրինական է եղել, լավ հիշեք ամսաթիվը 18 դեկտեմբերին պատասխան է տվել։ Դրանից հետո նույն փաստերի, նույն հանգամանքների շուրջ Մարինա Պողոսյանը, այն որ դու չես հասկացել ինչ առնչություն ունի, հունվարի 13-ին նորից է հաղորդում ներկայացնում եւ հունվարի 17-ին սա քրեական վարույթ է նախաձեռնում, բայց դու դեկտեմբերի 18-ին չունեիր գիտելիքներ, գնացիր այդ նոր տարվա օրերին, որ բոլորը խոզի բուդ էին ուտում, դու կրծվեցիր, մեկ էլ հունվարի 13-ին ասիր, այ քեզ բան, պարզվեց Տիկին Պողոսյանի առնչությունը, հա? Իմ առնչությունը միշտ պարզ է, այ քո առնչությունը պարզ չի, եւ էլ Ժորժ ջան, սա էլ վերջը չի։ Ես ինչ ասում եմ, փաստաթղթավորված է։ Ես ստանում եմ սրանից պատասխան, որ այո, քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 255 հոդվածով։ Տեսեք, ես թղթերով եմ խոսում, նայ, քրեական օրենսգրքի 255 հոդվածով։ Ես սրանից ստանում եմ պատասխան։ Եվ ստանում եմ հունվարի 17-ին։ Նայեք, նորից եմ կրկնում։ Դեկտեմբերի 18-ին ստացել է, որ ով ես դու, եթե ինձ ասում ով ես դու, ինչ առնչություն ունես ու вообще դու որտեղից ունես այս տեղեկությունները։ Հա իհարկե Տիկին Պողոսյանը չպետք է այս տեղեկությունները ունենար, այս տեղեկությունները պետք է հայտնացնել կենտրոնական բանկը, այս տեղեկությունները պետք է հայտներ դատախազությունը եւ այլն եւ այլն եւ այլն, բայց Տիկին Պողոսյանն է հայտնել։ Սրանով չի եզրափակվում, սրա չեմ կարող այդ բառն ասեմ։ Դա գրական բառ չի։ Ասեմ ինչի, որովհետև Մարինա Պողոսյանը թե դեկտեմբերի 2-ին հաղորդում տվել փողերի լվացումով, թե հունվարի 13-ին, այն վաղ չեմ առնչվել, հունվարի 13-ին նոր տարին, որ սկսվել է, տրամադրությունը կամ հին նոր տարվա շեմին, չգիտեմ, ինչ է փոխվել այս աղջկա կրթական համակարգում, երբ որ ինքը հարուցում է 255 հոդվածով, այսինքն ոչ փողերի լվացումով եւ Դրանից մի շաբաթ հետո, ամսի 23-ին հունվարի, հեսա, ես դուք ես հունվարի 23-ը, գրում է, որ ինքը մոռացել էր հարուցման արձանագրության մեջ նշել մի հոդված, ամենակարևոր հոդվածը, փողերի լվացումը մոռացել է, հիմա ուզում եմ հասկանամ, սա նոր տարվա նախօրեին է խմած եղել իմ առնչությունը չի պարզել, նոր տարվանից հետո է խմած եղել հունվարի 13-ին, մոռացել է փողերի լվացման հոդվածը գրի,
ոնց ասեմ, Նայրա, եւ դու այս գիտելիքներով մտնում ես ներքին գործերի ակադեմիա ոստիկանության եւ այնտեղ դասավանդում ես եւ էդ էլ է պետք հասկանալ թե ինչ չափանիշներով է որ քեզ ընտրել են այնտեղ որպես դասախոս սա իրականում սա հենց հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգություն ունեք թե չէ դուք պետքա պարզեք բա սա ահաբեկչություն չի ինչ է սա օրենքի բռնաբարություն է Նրանք հլը են, որ հիմա կալանավորվել են, ձերբակալվել են, այդ մարդկանց մասին ասում են, իրանք պատրաստվում են, սրանք անում են։ Եթե այնտեղ եղել է միտում, սա արդեն ավարտված հանցագործություն է։ Եվ սա տեղ աշխատելով հակակոռուպցիոն կոմիտեում շարունակում է իր հանցավոր արարքը ու մենք սրան ամիսը մոտ $1800, $1500 փող ենք տալիս, որ ինքը հələ այսքան էլ թուղթ փչացնի։ Ցելյուլոզա, ծառ Ես ուզում եմ հասկանամ, սա ինչ է, պարադոքս է, թե ինչ է, բա սա տերորիզմ է, որտեվ մեզ տերորի է ենթարկում, ավելին ասեմ, այս ամեն ինչից ելնելով, ապրիլի 25-ին 2025 թվականին, ես հաղորդում եմ հղել հակակոռուպցիոն կոմիտե, այս աղջնակի, այս դարի դասախոսի գործողությունների վերաբերյալ նկարագրելով այն, ինչ որ ես հիմա ասում եմ, այնպես չի որ ես լայքերի հայպի կարիք ունեմ, չէ, փաստորեն ես ամիսներով պայքարում եմ, հետո արդեն որ տեսնում ես որ չէ, էլ ճար չկա, արդեն մնում է հանրայնացնել, որ մարդիկ սրան տեսնելով ուր է այդ նայրային տեսնելով այս երևի այս կերպարանքով էլ տենց են սես ձեռնոցներով գնում է դասավանդի, գոնե այս մարդկանց, երբ որ դուք ընտրում եք որպես քննիչ, սրան սովորացրեք նաև էթիկայի եւ էսթետիկայի կանոններ եւ վարքագծից բացի կա որոշակի հանդերձանք, որովհետեւ սա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգ Եվ դուք պատկերացնում եք ամսի 25-ին ես տալիս եմ հաղորդում հանցագործության մասին այս քննչու վերաբերյալ եւ մեկ այլ քննիչի, որին մի հաղորդման էլի Եվ ինձ իրա վերաբերյալ տված հաղորդման ինքն է պատասխանում ես ուզում եմ հասկանամ սա ինչ արատավոր պրակտիկա է Դուք պատկերացնում եք, որ եթե քննիչ Նայրա Շահինյանի մասին հաղորդում է տրվել Նայրա Շահինյանը նստելու է Հա այն մետաղի կրուշկան վերցնի, կամած բալանդի սովորելով գրի, որ ինքը հանցագործ է։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն ես գրում եմ, որ այս մարդը այս սենց ավելի երկար քան թե իմ ասեցի հիմնավորումներով, ինքը պատասխանում ասում է տենց բան չկա։ Լուրջ։ Լավա չի գրել, չի պարզվել ձեր առնչությունը։ Ես քո հետ աղջիկ ջան շատ երկար առնչվելու եմ, մինչև դու տեղից դուրս գաս։ Մեր առնչությունը լինելու է շատ մտերիմ եւ շատ սերտ, որովհետեւ ես ընդհանրապես տերոր չեմ սիրում։ Ոչ մարդկանց վերաբերալ, ոչ իշխանության վերաբերալ, ոչ էլ քաղաքացու վերաբերալ։ Եվ ելի եմ ասում, պարզեք սրա առնչությունը եւ ով է առնչության քավորը, ոնց է սա ընտրվել, ինչ չափանիշներով եւ ինչ է սա դասավանդում, ինչ է դասավանդում է բոլոր տեսակի գործերը տակով անել, դասավանդում է փողերի լվացման ամենալուրջ հոդվածը մոռանալ, դասավանդում է որ դեկտեմբերի 18-ին ինքը այդքան խելք չունեցե հունվարի 13-ին խելքի է եկել, ինչ է դասավանդում, ոնց կարող եք դուք, բա սա տերոր է, դուք մի ամբողջ սերունդ փչացնում եք նման դասախոսներով։ Երկրորդ քննիչը, դե սա էլ է ունիկալ երևույթ, Գանե Հայրապետի Շահմուրադյան, նայեք ամեն մեկը մի բանի նկատմամբ թուլություն ունի սրանց, այս աղջիկն էլ դեպի գողականը սեր ունի, սա քննիչ է, եւ սրա նկարը տեղադրելուց հետո մի հատ monitoring արեք քննչական կոմիտե, քո քննիչների վերաբերյալ, տես տակը ինչքան մարդիկ գրել են, թե իրանց գործերը ինչա արել ինքը։ Եվ սա կարող է նաև սուբյեկտիվ կարծիք լինի, դրա համար ես այդ մարդկանց անունները չեմ ասում, բայց տեղատարափ էր, սրա փնթիության գործերի մեջ։ Ես հիմա ասում եմ այն գործը, որ իմիջիալոց անձնապես այնպես չի, որ ինձ է վերաբերվել իմ, չգիտեմ, կոֆեի բաժակն են գողացել կամ ես իմ ինչ։ Այս բոլորը իմ հանրային գործունեության շրջանակներում, եթե հիշում եք, որ
Անցյալ տարի 3 ոստիկանության բաժինների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, միտեղ Զվարթնոց բաժիններ Կաշառք, Կենտրոնի բաժին եւ Արաբկիրի բաժին։ Եվ դրանից հետո, երբ որ սկսեցին ինձ, ես սկսեցի ստանալ, էդ էլ ուրիշ տերոր էր, երբ որ ինձ այդ Արաբկիրի ոստիկանության մի հատ sense կիսահանված կերպար կար, դրա ամուսինը սկսեց զանգել եւ ահաբեկել ինձ, դրանով սպառնալ, դրանից հետո զանգում է գրասենյակ, պատկերացնում եք, քնչուհին, այս Գայանե Հայրապետի Շամուրաձյան ինքն է հանել, գրել է, տեսեք, որ 78 անգամ զանգահարել է այս մարդը մեր գրասենյակ, 78 անգամ ինձ զանգում էր, որ հարցնի Գայանե Շամուրաձյանի ծնունդը երբ է, ուզում էր Ֆիջի դուխի նվեր տար, Թե զանգում էր հարցներ իմ որպիսությունը ոնց է, կոռուպցիայի դեմ պայքարը ոնց է, պարզա չէ, թե մարդ մանյակալն է 78 անգամ զանգում է եւ դրա հետ միասին ներկայացում է փաստաթղթեր, երբ որ ասում է պատժվելու ես, կպատժեմ, ես կանեմ, այն կանեմ, բնականաբար դա կյանքի սպառնալիք է, ուրեմն մեր երկրում ուղղակի իրավապահները կյանքի սպառնալիքը չեն ընդունում, մենակ իրանք մահվան ելքով հանցագործություն են ընդունում կամ ասենք, երբ որ մարդուն ծանր մարմնական վնասված կա, բա հանեք, այս Նայրա Շահինյանին ասեք, թող հիմա էլ նստի նոր օրինագիծ մշակի, ասենք քրեական օրենսգրքում փոփոխություններ։ Հիմա մենք խոսելու ենք այս Գայանե Հայրապետի Շամուրաձյանի մասին, սա ինձ համար ունիկալ դեպք է, երբ որ քննիչը քրեական գործից նյութեր է գողանում, վերացնում, տակով անում, այն որ ասում է «Պատչերկնիցի что по душе», ինչը դուրներ գալիս է կողքը մի հատ պտիչկա դրեք, չգիտեմ, դրա անունը գողություն է։ Իդեպ քննչական կոմիտեն մենք վերջերս տարբեր գողությունների դեպքերի գոնե այնտեղ գումարեր հասկացանք մարդը երևի չգիտեմ։ Սա քրեական գործի վարույթից փաստաթղթերը գողացել, այսինքն այն ապացուցողական նշանակության փաստաթղթերը, որը ես ներկայացրել եմ կյանքի սպառնալիքի վերաբերյալ, իդեպ սա էլ սրա նկատմամբ մի 5 անգամ գրել է չեմ հարուցում, հետո հարուցել է։ Ես ուզում եմ հասկանամ, սրանցը համոզելով, սրանք կարող է իրանք գիտեն մենակ իրանք աղջիկ են, սկզբից չէ, հետո կամ ու իշո։ Դուք քննիչ եք, դուք աղջիկ չեք, որ սենց բան եք անում էլի, որ չէ, հետո նոր հարուցում։ Դու ով ես, որ դու իմ ժամանակը խլես։ Այսինքն ես սեպտեմբերին հաղորդում եմ տալիս, դու ես իմ երբ, կյանքի սպառնալիքի վերաբերյալ, համարյա 2 ամիս հետո մի քանի անգամ չես հարուցում, նույն փաստական հանգամանքներն է, նույն Տիկին Պողոսյանն է եւ նույն սպառնացողը։ Եվ քրեական գործի վարույթի շրջանակներում ես բնականաբար դուք գիտեք, ես հանրային եմ ներկայացնում, պատկերացնում եք, թե այդ քննիչին ոնց կներկայացնեի, իհարկե առաջի իսկ պահից գրագիտության վերաբերյալ խիստ կասկածներ, շատ խստագույնս։ Էս էլ է 24 թվի վիպուսկի քննիչներից։ Եվ հիմա դու երևի չգիտեմ, երևի այս մարդու մոտ որոշակի սիմպաթիաներ առաջացել հակառակ սեռի նկատմամբ։ Ես չեմ կարող ասել, որը քրեական ենթամշակույթ կրող է, նախկինում խարդախության համար 10 տարի դատապարտված եւ այլն, մի հատ sense նախկինում էլ ոստիկան, ամենազզվելի կատեգորիան է, երբ որ ոստիկանը գցող է դառնում ու խարդախ, դա արդեն անուղելի կատեգորիա է։ Եվ ես բուն էությանը չէ, ես հիմա ուզում եմ հասկանամ, կարող է կինո է նայել, այն որ բաները կինոյի մեջ սիրարվում են, ասենք փաստաբանն ու չգիտեմ այնտեղ ներկայացու բանը հանցագործը, սրանք կարող է տենց ենթամշակույթի սիրարեն, սա ով է ընդհանրապես, եւ ես ասում եմ, որ քրեական վարույթից, էդ էլ ես իմացել եմ հետո, տեսել եմ, որ երբ որ գործի նյութերին ծանոթացել եմ, տեսել եմ, որ այ մոտ այսքան փաստաթղթերի փաթեթ գոյություն չունի։ Այսինքն գողին բերեք քննիչ եք սարքել։ Ես չեմ հասկանում, մեկը սենց, սա էլ երևի մոտ մի ամսական 300-400 հազար աշխատավարձ է ստանում։ Այո, սրանք ահաբեկիչներ են, որովհետև սրանք
սպառնում են մեր ազգային անվտանգությանը, այս որակի, այս մակարդակի քննիչներով ուր են գնալու։ Ես գիտեք ինչ, եւ իրանք շատ լավ մի հատ ֆրազա ունեն, հսկող դատախազը, հսկող դատախազը օրվա մեջ 100 հատ գործ է ստանում։ Գրիչը քննիչի ձեռքն է։ Քննիչը ինչ քննում է, ինքն է, չէ, ինքը անկախ սուբյեկտ է, անկողմնակալ օբյեկտիվ, եսի ինչ, այսքան էպիտետներ են հորինել, որ նկարագրեն Նաիրա Շահինյան, մեկի մատ Գայանե Շահմուրաձյան։ Բայց քննիչը քննիչի ձեռքն է, եւ քննիչը չի կարողանում ճիշտ վարույթի շրջանակներում գտնի ապացույցներ, ինչ գրում է, հսկող դատախազն էլ իրա գրածն է կարդում, հսկող դատախազը նույնիսկ իզորու չի ժամանակային առումով նստի ամբողջ գործինյութերին, մի հատ էլ ինքը նախաքննություն անցկացնի։ Ես էլի եմ ասում, սա գող է, գողցող, չգիտեմ, ոնց ասեմ այդ մարդուն, որ քրեական գործի նյութերը չկա, յուրացնող, վառող, չգիտեմ, չեմ կարող ասեմ, այդ բնութագիրը, պարոն Պողոսյան, դուք ինքներդ որոշեք։ Այս քննիչներով դուք ուզում եք, որ մենք ապագա ունենանք, հա? Սրանց քննելու մակարդակը սա է։ Երրորդ քննիչը, դե ինչ ասեմ, այն մեկը մեկից ունիկալ։ Մեկը մեկից, այն որ ասում են մարդ 3 աղջիկա ունենում, մեկը սենց, մեկը սենց, մեկը սենց, այս սենց, մի հատ կոլխոզ է։ Սա էլ Քրիստինե Մանասերյան Աշոտի, սա 99 թվից ծնված է եւ 22 թվականի վերջից է պաշտոնը ստանձնել, սա մեծ ստաժ ունի այս երկուսի համեմատ, այս 22 թվի կաստինգով է անցել։ Եվ սա ասեմ, այս աղջկան ոչ դեմքով ենք տեսել, ոչ է ֆանսոնով ենք տեսել, մենակ տեսել ենք իր դիրքորոշումը, քրեական, այսինքն գիտելիքները եւ այստեղ գիտեք ինչ գիտելիքների խնդիր չի, կոռուպցիայի խնդիր է, որ իրանց գեղից մարդու վրա են հաղորդում տալի, քանի որ նույն գեղից, նույն գեղամիջում են բոլորը երևի հանդիպում կանգնում խոսում, գեղի պատիվը, այսինքն սա կողմնակալությունն է, իսկ նախաքննությունը պետք է անցկացվի անկողմնակալ եւ օբյեկտիվ։ Սա գիտեք որ կերպարն է։ Երբ որ մենք կենթանասերների հետ գնացել ենք Արտաշատի դատարան եւ դատարանի առջեւ այդ զոոսադիստի ընկերները ամբողջ հավաքված կանանց եւ տղամարդկանց անվանեցին 1000 ներողություն, պետք է հնչեցնեմ լիրբ եւ պոռնիկ բառերով։ Եվ բնականաբար դա խուլիգանություն էր եւ այն որ այդտեղ կոնֆլիկտ չեղավ, չհրահրվեց կոնֆլիկտ, դա ուղղակի մեր զուսպ դիրքորոշումներ եւ այդտեղ կամերաներ կար, կամերաների տակ էր դա ասվել եւ լսվել էր եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա մասին հաղորդում ենք տվել, բայց այս մի աղջնակը, որի դեմքը մենք որևէ մեկս չենք տեսել, երևի դա տարբեր մարդիկ կա, որ տարբեր բաներից մեկ իր արտաքինից է ամաչում, մեկ իր շրջապատից է նեղվում, մեկը ի պաշտոնե չի ուզում դնի, ուրեմն նայեք, սա քրեական վարույթ չնախաձեռնեց, չնայած որ կար 20-ից ավելի հաղորդում հանցագործության մասին, որովհետև դա ակնհայտ խուլիգանությունն է, ես հիմա չեմ ուզում խուլիգանության այդ հոդվածը բացատրեմ, որտեղ ես վստահ եմ, որ թե Տիկին Վարդապետյանը, թե պարոն Պողոսյանը բոլորը գիտեն այդ հոդվածը եւ երկուսին էլ ճանաչում եմ, անձամբ շփում ունեցել եմ եւ Տիկին Վարդապետյանի եւ պարոն Պողոսյանի մասին ես երբեք չեմ կարողնից կասկածել, որ իրանք նման բառամթերքով են շփվում եւ նման բառամթերքը իրանց հաճելի է եւ ընդունելի է իրանց համար, որովհետեւ եթե հիմա որևէ մեկը, որևէ պաշտոնատար անձի ասի լիրբ ու պոռնիկ, միանգամից քրեական վարույթ կնախաձեռնեն։ Սա նշանակում է երկակի ստանդարտներ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում հասարակ քաղաքացուն կարելի է ասել ամեն ինչ, եթե քննիչը քիսոն է։ Այն քիսոն, որ երևի թե փոքրուց լսել է լիրբ եւ պոռնիկ բառերը, եւ դա իրանց տան խոսակցականն է երևի եղել կամ իրանց շրջապատի, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, որովհետեւ այլապես խուլիգանության դեպքը եղել է, այսինքն մարդկանց ստորացրել են, մարդկանց հայհոյել են, նվաստացրել են օրը ցերեկով իլուր հանրության, բա էլ խուլիգանության ալարում եմ հիմա բերեմ քրեական օրենսգիրքը նորից կարդամ,
Այսինքն հոգեկան ցավ են ապրել բոլոր 30 հոգի մարդ եւ կարելի էր տեսնել եւ սրանք գիտեք ովքեր էին, այն որ սրանց լակոտը խամերով մտավ կառավարության շենք էր մտել, համեր ավտոմեքենայով, այդ լկտի ցինիկ տղա դաստիարակացի ծնողներն էին, որ հասկանալով, որ իրանց լկտիության համար Դատավոր Մասիս Մելքոնյանը, որի մասին մոտ օրերս եթեր ենք ունենալու, շատ մեղմ պատիժ, շատ մեղմ պատիժ, 4 տարի էր ինչ էր, երբ որ վնասել էր լիքը ավտոմեքենաներ եւ այլն, սրանք ուրեմն որոշակի կաստ են, որ բարձր դիրք են զբաղացնում եւ քիսոների պուլտը իրանց ձեռքում է։ Ես այլ բան չեմ կարող ասել։ Մենք այդ Տիկին Վարդապետյան գիտեմ, որ ձեզ մոտ շատ նեղվել էին, բայց մենք այդ աղջկան այս քիսոին հանձնեցինք հավաստագիր, որովհետև եթե մեզ ինքը այդ բառերով ասում լիրփ ու պոռնիկ, ուրեմն այդ բառերը շատ ավելի հարիր են այս 22 թվի վիպուսկի քննիչին։ Եվ մի բան էլ ասեմ, շատ հետաքրքիր է, այս քիսոն աշխատավարձ հաստանում լրբերի ու պոռնիկների հարկերով, հա, աղջիկ ջան։ Եվ սա առ այսօր չի դատապարտվել, այսինքն ոչ դատախազությունը, տենց դատախազությունը ավելի շատ նեղվել էր, թե ինչի ենք հավաստագիր դվել, ոչ թե որ մեզ ասել են ու սա քրեական վարույթ չի նախաձեռնել, փողոցում հիմա մի հատ ոստիկանի ասեք լիրբ, տեղն ու տեղը կզգետնեն, քաշ տալով կտանեն, հիմա ոստիկանը այդ 30 հոգի անձնավորություններից ինչով է առավել, այսինքն Տիկին Վարդապետյան եւ պարոն Պողոսյան, սա քո կադրերն է, այսինքն դուրս է գալիս, որ մեր երկրում չկա հավասարություն օրենքի առաջ եւ որևէ մեկը չփորձեք այդ եվրոպական բարձր ամբիոններից rule of law, հա, այդ օրենքի գերակայության մասին խոսել, որովհետեւ ի սկզբանե օրենքի գերակայություն հաստատելու համար մեզ պետք են անաչառ ու գրագետ քննիչներ, ոչ թե չգիտեմ ինչ կաստինգ անցած կամ ում կողմից ինչ չափորոշիչներով են այդ կաստինգը անցկացրել, այս աղջիկների բույլը բերել լցրել։ Ես գենդերային հավասարությանը կողմնակից եմ, սակայն ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հարկատու աշխատավարձ տվող այս երեքին ու երեքի պես լիքը տարբեր երեքների, ես ուզում եմ, որ մենք ունենանք իրավապահ համակարգ, այո, սրանք քննիչ տերորիստներ են, որովհետև իրենք սպառնում են օրենքի գերակայությանը, մեր անվտանգությանը, մեր ապահովությանը եւ արդարադատության իրականացմանը Հայաստանում։ Առայժմ այսքանը, սպասենք զարգացումներին։